Մտքի ուժը։ Մտքի ուժը նախ ասեմ ես Անի Կարապետյան եմ, ձեր մենթորը, մարդկային ռեսուրսների գծով ղեկավար եմ Բիբլոս բանկում, միջազգային քոչինգ ֆեդերացիայի խորհրդի անդամ եմ հայաստանյան գրասենյակի հոգեբան եմ պրակտիկ, կորպորատիվ կառավարման գծով էքսպերտ եմ եւ գիտական հոգեոնտոլոգիայի դպրոցի համահիմնադիր եմ Ռուբեն Նաղձյանի հետ։ Այդքանը իմ մասին գնացինք առաջ։ Հիմա ես ուզում եմ ինչ-որ մի հատ հարցով սկսել ու բնականաբար հետո կասեմ ինչն էր այդ իմ հարցի բուն իմաստը։ Ինչպես ենք մենք ստեղծում մեր իրականությունը։ Թվում է թե իրականությունը մտքի հետ այդքան էլ կապ չունի, բայց յուրաքանչյուր իրականություն արի ու տես ստեղծվում է առաջինը մեր գլխում մտքի տեսքով։ Հիմա կուզենայի ձեզ լսել, թե դուք ամեն մեկը ձեր իրականությունը ինչպես եք ստեղծում։ Խնդրեմ Լենա ջան։ Լենա, Կարծում եմ, ես ոնց նշեցի սկզբում էլ, միտքը շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքի որակի եւ այլ գործոնների վրա ու ոնց նշեցի, այսինքն մեր իրականությունը, ինչը որ մենք պատրաստում ենք անել կամ ցանկանում ենք անել, այդ ամեն ինչը մտքի հետ շատ մեծ կապ ունի, այսինքն օրինակ ես, երբ որ չգիտեմ, ինչ որտեղ պետքա գնամ, իմ համար շատ մեծ նշանակություն ունի, թե ես ոնց եմ տրամադրված այդ տեղին ու երբ որ ես վատ եմ տրամադրված լինում, ես այդ զգացել եմ, որ հենց տենց էլ լինում է ու միշտ ինչ որ մի վատ բան լինում է այդ տեղում կամ այդ տվյալ իրադարձության ժամանակ, էլի։ Իսկ հակառակ դեպքում ավելի լավ է։ Այսինքն դու պոզիտիվ մտածողության մասին ես հիմա խոսում, որը այո, աշխատում է, հետո կասեմ ինչու է դա այդպես, որ ինքը աշխատում է։ Շատ լավ, բայց իրականությունը ոնց է ստեղծում, այսինքն ստեղծում ես նաև տրամադրվելով, թե ինչ ես այնտեղ տեսնելու, եթե լավ ես տրամադրում, լավ բաներ ես նկատում, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Շատ լավ։ Անի։ Շնորհակալ եմ։ Ինձ թվում է մեր իրականությունը շատ մեծ մասամբ ձևավորվում է մեր մտքերից, ինչ մտածում ենք, այնպես էլ զգում ու գործում ենք ու վերջում հենց այդ էլ մեր կյանքը ստեղծում է, եթե մեր մտքերը դրական ու նպատակային են, հեշտությամբ գտնում ենք լուծումներ ու հասնում ենք մեր ուզածին, իսկ բացասական մտքերը բնականաբար խանգարում են ու ամենակարևորը կարանք գիտակցաբար հետևենք մեր մտքերին ու սովորենք փոխարինել վնասակարները օգտակարներով ու այդպես քայլ առ քայլ ստեղծենք մեր ցանկալի իրականությունը։ Շատ լավ, ընտիր։ Գրեթե ամբողջը ասում եք, ինձ բան չեք թողում ասելու, Մարի։ Շնորհակալություն, նախ բարի երեկո բոլորիդ։ Ես չեմ ուզում ընդհանուր խոսեմ, թե ինչպես ենք մենք ստեղծում մեր իրականությունը, ուզում եմ ինձ վրա օրինակը բերել։ Ես իմ իրականությունը ստեղծում եմ երազելով։ Ես երազում եմ ու ինչպես գիտենք, դա մտքի միջոցով է կատարվում։ Հետո ես իմ երազանքները դարձնում եմ ինձ համար նպատակ ու ստեղծում եմ իմ իրականությունը։ Այո, քո իրականությունն է երազանքի միջոցով է լինում։ Ով մնաց երեխեք, Արսենն է, թե Մարիամ դու էլ չես խոսում։ Մարիամ ջան, քո հերթն է ոնց որ թե։ Ես լրիվ համաձայն եմ նախորդ կարծիքների հետ։ Հա, համաձայն եմ նախորդ կարծիքների հետ։ Ու ես էլ եմ մտածում, որ այդ իրականությունը ծնվում է մեր մտքից, այսինքն ուղղակի սենց չի անցնում ժամանակը, ինչ որ բաներ է պատահում, այդ պատահում է մեր ընկալած աշխարհից, թե մենք ոնց ենք մտածում, այս դեպքը ինչպես կլինի, ես էլ եմ նույն կարծիքը մտածում։ Լավ, եկեք ուրեմն սենց անենք, երբ որ դուք բոլոր ձեռք բարձրացրել, բայց արդեն ինչ որ մեկը ասել է ձեր կարծիքը, եթե ժամանակը խնայելու լինենք, կարանք ասենք, որ օքեյ, ես համաձայն եմ, ոնց որ թե արդեն ասեցին, որպեսզի ժամանակը խնայենք, որ կարողանանք հավես բաների մասին շատ խոսել։ Արսեն ջան, լսում ենք քեզ։ Ես առհասարակ չեմ նայում մտքին, որովհետև միտքը միշտ այսպես պաշտպանողական բաներ է ստեղծում մեր մեջ, the worst scenario ստեղծելով,
ու եթե ես նայեմ մտքի շատ առաջարկներ կմերժեմ, բայց առհասարակ որոշել եմ չլինել լարված ու եթե ինչ-որ մի բան դժվարություն է գալիս ինձ մոտ, ես նեյտրալ եմ դրան վերաբերվում ու եթե ես նախորդ օրը կարող նստեի ժամերով մտածեի, որ ես վաղը շատ վատ օր եմ ունենալու, հաստատ դա ինձ չէր օգնի, բայց եթե ես նեյտրալ եմ մոտենում, այդ ամեն ինչը ոնց ասած փորձից է նաև սկսում է ավելի լավ ընթանում։ Շատ լավ։ Գրեթե բոլոր ճշմարտությունն եք ասում, այո, մեր միտքը ստեղծում է մեր իրականությունը, մեր դրական մտածողությունը, այո, Արսենն էլ է ճիշտ ասում, հաճախ ոչ բոլորինն են դրական մտածողություն, երազանքներ, որոնք ձևավորում են իրականությունը, հաճախ որոնց մոտ խոսում են վախերը, տագնապները եւ դրանք էլ ուրիշ մտքեր են առաջացնում, որի պատճառով էլ եթե այդ մտքերին լսես, հետ կկանգնես քո ցանկություններից, այսինքն ոնց որ հասկանում ենք, մեր ոչ բոլորի մոտ նույն մտքերը հերիք չի, ոչ բոլորի մոտ է ստացվում երազել, դրական լինել եւ այլն, այսինքն նույնիսկ եթե բացասական մտքեր են Արսենի ասածով, մենք հաճախ ինքը առնվազն գիտակցել է, որ այդ բացասական մտքերը իրեն հետ են պահում ու ինքը շատ ճիշտ նշեց, երբեմն մեր վախերը խոսում են մտքերի լեզվով, այդ վախերին կանգնացնելու միակ ձևը մտքերին կանգնացնելն է։ Բայց հիմա ես կուզենայի իմ հարցի պատասխանը ինքս տամ եւ ասեմ հստակ ինչ նկատի ունեի։ Ինչպես ենք մենք ստեղծում մեր իրականություն։ Երեխեք, իրականությունը միանշանակ չի, ինքը բազմաշերտ է եւ շատ հարաբերական։ Ճիշտ է, հիմա տես ինչ-որ բառեր եմ ասելու, կփորձեմ հիմա օրինակով բերել, որպեսզի հասկանաք։ Հիմա տեսեք, մենք բոլորս այս պահին վեբինարում ենք։ Ես Անին եմ։ Ինչքան էլ որ ես ներկայացա, հիմա առնվազն մենք ստեղ քանի հոգի ենք, 6 հոգի ենք, ստեղ առնվազն 7 հատ Անիկա։ 6 հատ Անի ձեր բոլորի գլխում ձևավորված Անի, որը հաստատ եթե բարձրաձայն ասեմ, մի հատ ասեք ձեր Անին որն է, թվարկեք ու կտեսնենք, որ դրանք բոլորը տարբեր են։ Մի հատ ինքս իմ մասին ինչ կարծիք եմ, մի հատ էլ այն Անին, որը նույնիսկ ես չեմ ճանաչում։ Այսինքն այդ իրականությունը արդեն իսկ տարբեր է։ Երկրորդ իրականությունը դա այն է, ինչ որ մենք տեսնում ենք, դա այն է, ինչ հիմա տեսնում եք։ Ճիշտ է, կարող տարբեր ձևով եք ընկալում, ձեր համար ձեր գլխում հիմա միտք կգա, որ Անին ուրախ է, մեկը կասի ինքը խելացի է, մեկը կասի ինքը տգեղ էր կամ գեղեցիկ էր, չեմ կարող ասա։ Դա էլ է իրականությունը, որ իրականում կա այդ իրականությունը։ Մի հատ է մեր գլխում եղած իրականությունը, որ հիմա ճիշտ է մենք ստեղ նստած ենք, բայց մեկը ասում է, բայց ես դասս չեմ հասցրել, միջանկյալ ունեմ, միջանկյալ քննություն պետք է տամ, մաման էս էր ասում, այն մեկը էս արեց, հիմա ես ինչ սովորեմ, լիքը մտքեր գլխում, որը որ կա այս պահի դրությամբ մեր գլխում։ Եվ մի հատ էլ անգիտակցական, այն որ sense մենք չենք է պատկերացնում, բայց հոգու խորքում ինչ որ բանից մխրում ենք, ինչ որ բանից ուրախանում ենք, մեկը մեր հետ լավ չվերաբերվեց եւ այլն, ինչ որ անգիտակցական ինֆորմացիա, որը մենք դա չենք է գիտակցում։ Այսինքն այնքան իրական չի, ոնց որ հիմա ես ու խոսում ենք, բայց իրականում կա մեր գլխում։ Այսինքն հասկացանք, որ իրականությունը ստեղծում է լիքը բաներ, ներքին պատկերներ, ներքին մտքեր, արտաքին աշխարհ է ստեղծում, որը դուք ասեցիք շատ հետաքրքիր ձևով, որ երբ որ լավ մտքեր եմ ունենում, գնում եմ միտեղ հյուր տեսնում եմ, որ ամեն ինչ լավ անցնում, որ վատ մտքեր եմ։ Հասկացանք, որ մտքերը շատ կարևոր նշանակություն ունեն։ Իրանք այո, կարող լինեն դրական եւ բացասական։ Այո, իրանց պետք է լսել։ Պետք է լսել, որպեսզի կարողանաս փոխես, հասկանաս քո վախերը, հասկանաս ճանաչես ինքդ քեզ եւ այլն եւ այլն։ Հիմա գնանք առաջ ու հասկանանք, որ իրականությունը առանց մեր դիտման, այսինքն այն իրական, որ նայեք, մի հատ իրականություն կա, որ հիմա մենք այդ չենք նայում, չէ՞, երեխեք։ Այսինքն մենք չգիտենք այդ ինչ իրականություն է, գոյություն ունի, բայց մենք իրանից տեղակ չենք։ Առանց մեր դիտման, մեր ներքին բանը, մի հատ իրականություն կա առանց մեր դիտման։ Հիմա այս սենյակում, եթե մենք չլինենք, այդ սենյակում ինչ որ իրականություն կլիներ, բայց մենք չենք տեսնի, որովհետև չենք դիտում։
Մի հատ մեր ներքին իրականությունը, որ մենք ձևավորել ենք, որ այ մենթորը եթե վեբինարներ է կարդում, ինքը շատ խելացի է, եթե այս թեմայով է, ուրեմն ավելի խելացի է եւ այլ, մտքեր ենք ձևավորել, համոզմունքներ եւ այլ, դրանք էլ են մի հատ իրականություն։ Մեր շրջակա միջավայրը, իմ ընկերուհին, իմ մաման, պապաս ինչ կասեն, հարևանները ինչ կասեն եւ այլ, մի հատ էլ է իրականություն։ Այդ ամբողջ հավասար է ընկալվող իրականություն։ Այդ խառնաշփոթ վիճակը, որ մի հատ կար իրականություն, որը մենք չէինք տեսնում, որտեղ նայեք, ծովը մենք չգիտենք, չէ՞ ինչպիսին է, երբ որ մենք իր կողքին չենք, կարանք պատկերացնենք։ Մի հատ էլ ծովը կա, որ մենք իրեն տեսնում ենք այդ ծովը։ Մի հատ էլ ծովը կա, որ մենք հիմա ծովում չենք, բայց որ աչքերներս փակենք, պատկերացնենք ծովը ինչպես է։ Դու հաստատ ոչ ճշգրիտ չենք պատկերացնի, բայց ինչ-որ բան կպատկերացնենք։ Ու մի հատ էլ այն ծովը, որը որ մեր ընկերները կամ հարազատները պատմում են։ Այսինքն այդ ամբողջը այնքան խառնաշփոթ է ստեղծում մեր ուղեղում, որ ուղեղում առաջանում է մտքեր, որոնք որոշում են, թե մենք տվյալ իրավիճակում ինչ ձևով կդրսևորենք։ Մտքերից պետք չի վախենալ, մտքերին պետք է օգտագործել, վերափոխել այնպիսին, դարձնել, որ օգնի ձեր կյանքը ավելի որակով դարձնի, քան իրականում այս պահին կար։ Գնացինք առաջ։ Մտքի ուժը, ինչպես է միտքը ձևավորում մեր կյանքը։ Դուք արդեն դա ասացիք, ես էլ չեմ հարցնի, որովհետև բոլորը ասացիք, որ մենք երբ որ լավ ենք տրամադրում, դա պոզիտիվ մտածողության, դրական մտածողության տեսություն կա այդպիսին, որ ասում են, եթե առավոտյան արթնանում ես ու միտք քեզ տալի, ոչ թե գալիս է ինքն իրանով, այլ դու տալիս ես այդ միտքը, թե այսօր իմ մոտ ամեն ինչ ստացվելու է, դու ճիշտ ես։ Երբ որ դու մտածում ես, որ այսօր քո մոտ ոչինչ չի ստացվելու, էլի ճիշտ ես։ Գիտեք ինչի։ Որովհետև մենք մեր ուղեղին հրաման ենք տալիս, որտեղ ուղեղը ինքը թվում է, թե երկար կարանք բանավիճենք, ուղեղն է մեզ այդ միտքը տալի, թե մենք ենք ուղեղին միտք տալի, մենք ենք իրան բանանում հանձնարարականներ տալի, թե ինքն է մեզ հանձնարարական տալի, բայց գիտակից մարդը ինքը ուղեղի այդ սխեմա կարա օգտագործի իր օգտին։ Եթե ինքը գիտակից է, հասկանում է ինչից է վախենում, հասկանում է ինքը ինչ է սիրում, ինչ չի սիրում եւ այլն, ինքնաճանաչողություն բարձր մակարդակի վրա է։ Այսինքն առավոտյան երբ որ արթնացանք, մենք ասացինք, մենք այսօր մեր մոտ ստացվելու ամեն ինչ ճիշտ ենք, որտեղ ուղեղին հրաման տվեցիք, ուղեղը այդ հրամանի ներքո սկսելու է կառուցել ձեր ամբողջ հոգեկանը եւ առօրյա։ Այո, կլինեն բաներ, ինչ որ բաներ չկարա չստացվի, բայց դա նրա համար չի լինի, դա պատահականությունների արդյունք կարա լինի, ոչ թե տրամադրվածություն, որը որ բան։ Այսինքն, երբ որ առավոտյան արթնանում եք, ոչ թե միայն դրական, այլ հստակ պատկերացրեք ինչեր եք անելու։ Պարզ է, բնականաբար 100% պլանավորում չի կարա լինի։ Ու մտքի ուժն էլ ինքը, գիտեք ոնց է աշխատում, երեխեք, ինքը ոնց որ ռադիոյի ալիքի պես։ Պետք է ձեզ չստեք։ Եթե դուք անդադ ասեք, ես այդ հաղթելու եմ, ես կարող եմ քնությունը հանձնեմ, ես կարող եմ քնությունը հանձնեմ, բայց ներսից վախեր ունենաք ու անհանգստություն, դա դուրս է գալի, որ դուք ձեզ խաբում եք ու ճիշտ ալիքը, հաջողության ռադիոյի ալիքը չեք որսացել։ Այսինքն դուք ասում եք մի բան, բայց մտածում եք այլ բան։ Դրա համար մտքի ուժն է կարևոր, ոչ թե ինչ որ բարձրաձայն ասել եք, այլ ինչ որ ձեր ուղեղը մտածել է, որտեվ երբ որ ուղեղը մտածում է, ինքը ու իսկ երբ որ դուք ուղեղին հանձնարարություններ չեք տալի, ինքը ոնց մտածի, ինքը մտածում է նենց, ոնց իրանա ձեռք տալի։ Այսօր շատ կարամ խոսեմ, իսկ իրան ինչն է ձեռք տալի, ձեր մոտ հարց կառաջանա։ Իրան ձեռք է տալի իր բնության միսիան, բնության նպատակները, որ դուք քիչ էներգիա ծախսեք, որտեղ ուղեղը չի սիրում, չէ, էներգիա ծախսել, քիչ ռեսուրսով մեծ արդյունք ապահովեք, որ անպայման սիրահարվեք, անպայման զույգ գտնեք, երեխա ունենաք, ամուսնանք, որտեղ իր միսիան ինչ է, սերնդափոխությունը։ Կթվա թե դա մեր միսիան է։ Մենք առանց այդ միսիայի չենք ապրենք բնականաբար ու լիարժեք չենք զգա մեզ։ Բայց
դա ուղեղի տված մտքերն են, ոչ թե մեր մտքերը իրար։ Չեմ ասում հակառակվեք իրար, ու մտքերի ուժը հենց կայանում է նրանում, երբ որ դուք հակասության մեջ չեք ինքներդ ձեզ հետ, այդ ժամանակ դուք դառնում եք համարյա այնց կախարդական փայտիկ եք ունենում, երբ որ այդ ալիքը ոսացել եք, կարողացել եք հասկանալ դա ձերի միտքն է թե արհեստական եք, որտեղ որ դուք մի բան ասում եք, պետք է դուք դրան հավատաք, զգաք, պատկերացնեք, որ ուղեղը սկսի դրա ներքո աշխատել։ Հասկացանք, չէ՞, ոնց էր ձևավորում ինքը ձեր կյանքը։ Գնացինք առաջ։ Փոքր եմ գրել, հեսա մի քիչ մեծացնեմ, որպեսզի կարողանանք տեսնել։ Ահա։ Գուցե խնդիրը կյանքը չէ։ Գուցե այն միտքը, որով նայում ենք կյանքին, դա է կարևոր։ Նայեք։ Հիմա եթե ես բոլորիդ հարցնեմ, կյանքը ինչպիսին է, ամեն մեկը մի բան կա, մեկը կասի հիասքանչ է, մեկը կասի դժվարություններով լի է, մեկը կասի շատ իրական է, մեկը կասի կարճ է, մեկը կասի ավարտուն է։ Երեխեք, այն մտքով, որով որ մենք նայում ենք կյանքին, կյանքը այդպիսին է դառնում մեր համար, այսինքն հետո վերադառնում այն իրականությունը, որը որ ստեղծում էր մեր կյանքը։ Հասկացա՞ք, որ մտքերը ֆիլտրն են, էլի, այն որ ջրի ֆիլտր եք ունենում, որ բաները հանում է, ինքը մաքր ֆիլտրով տալիս է ձեզ մաքուր ջուր, որպեսզի խմեք, առողջ լինեք, ու այդ ջուրը շատ կարևոր ձեզ օգնի։ Հիմա 3 հատ հարց, որոնց մենք փորձենք հերթով անդրադառնալ։ Ինչու է նույն պայմաններում մարդիկ ունեն տարբեր կյանքեր։ Ինչի՞ է, որ մեկի մոտ կյանքը այլ է, մեկի մոտ այլ։ Ինչու է մեկը տեսնում է հնարավորություն, մյուսը նույն իրավիճակում տեսնում է փակուղի։ Ինչի էր, որ ձեզ այնց մեկը ասեց, ես երազանքներն եմ իմի բերում, մյուսը ասեց, ես վատ մտքերս կառավարում եմ, որ իրենք ինչ չկառավարեն։ Որտեղ է իրականում մեր ուժը։ Հիմա այս 3 հարցի վերաբերյալ շատ երկար չէ, շատ կարճ, փորձենք անդրադառնալ, փորձեք պատկերացրեք ձեր կյանքի ինչ-որ էտապ, որտեղ դուք այդ 3-ից ինչ-որ մեկը օգտագործել եք ու հասկացել եք, որ հենց այդտենց էլ աշխատում է։ Լենա։ Այստեղ ինձ օրինակ երկրորդ հարցը սենց շատ հարազատ թվաց, երբ որ ինչ-որ մեկը տեսնում է հնարավորություն, իսկ մյուսը փակուղի, կարծում եմ էսի գալիս է էլի հենց մտքից, երբ որ օրինակ ու ավելի շատ մարդու աշխարհայացքից, օրինակ եթե չեմ սխալվում, 3 վեբինարի ենք մասնակցում, որի ժամանակ այդ խոսնակը պատմեց մի իրադարձություն, երբ որ գյուղից մի աղջկա առաջարկել էին, որ գնար Երևան 1 շաբաթյա դասընթաց անցնելու, բայց իր հայրը դա շատ մեծ հնարավորություն էր, բայց իր հայրը դա տեսնում էր, այսպես ասած, փակուղի եւ ոնց որ չգիտեմ, չէր թողնում էլի որ գնա, բայց հակառակ դեպքում օրինակ կարող լիներ մի հատ լրիվ ուրիշ ընտանիք, որը որ շատ բաց կլիներ նման բաների ու կթողներ։ Այսինքն սա արդեն գալիս է հասարակությունից, թե իրանք ինչ որտեղ են մեծացել, ինչ մտածելակերպով, մենթալիտետով, ու նաև հենց իրենք մարդը ինքնին ինչ ձևի, այսինքն եթե մարդը ինքը փակ է ու ոնց որ չի կարողանում ավելի շատ բաց մտածի, բնականաբար իրան ինչքան էլ համոզենք չի կարա ինքը դրա մեջ հնարավորություն տեսնի։ Շատ լավ, ընտի։ Մարիամ։ Ինձ էլ առաջին հարցն է շատ հոգեհարազատ, ինչու նույն պայմաններում մարդիկ ունեն տարբեր կյանքեր, ես մի քանի բառերի հետ եմ կապում, օրինակ մտածողություն, տրամադրվածություն, դիսցիպլինա, որովհետև օրինակ եթե ես ու քույրս ապրում ենք մի տանը ու ես առավոտյան ժամը 7-ին հելնում եմ, մարզվում եմ, իմ օրը ավելի երկար է լինում, ես ավելի հագեցած եմ լինում, այսինքն ես եմ որոշում։ Կարա իմ օրը ավելի լավ լինի ու չգիտեմ, մյուսը դրանից ոգեշնչվի։ Ինձնից է կախված ամեն ինչ։ Այսինքն դու այն մարդկանց ցանկից ես, որ կյանքը տալիս է այն, ինչ որ դու համարձակվում ես վերցնել։ Այո։ Շատ լավ։ Անի։
Ինձ 3 հարցերն էլ դուր եկավ, ես կուզեմ բոլորին փոքր Շատ լավ։ Առաջին հարցը, ինչու նույն պայմաններում մարդիկ ունեն տարբեր կյանքեր, իմ կարծիքով մարդիկ նույն իրավիճակում են, բայց տարբեր են իրենց ոնց որ մտածողությամբ ու ներքին ծրագրերով, ու նույն հնարավորությունը մեկը կարա տեսնի որպես բացվող դուռ, մյուսը փակվող որպես փակուղի, ու գործողություններն ու ընտրությունները, որոնք գալիս են մեր հավատից ու սովորություններից, այդ վերջում ստեղծում են տարբեր ճանապարհներ մեր կյանքում, հաջորդը մեկը տեսնում հնարավորություն, մյուսը փակուղի, ամեն ինչ սկսվում է մեր ընկալումից, եթե հավատում ենք, որ կարող ինչ-որ բան անենք, ու տեսնում ենք լուծումներ ու հնարավորություններ, իսկ եթե վախ ունենք կամ վստահություն չունենք, նույնիսկ ամենապարզ քայլերը կարա ինչ-որ անհաղթահարելի դժվարություն թվա ու խոչընդոտ լինի, ու վերջում որտեղ է մեր իրական ուժը, որտեղ է իրականում մեր ուժը, մեր ուժը ոչ թե իմ կարծիքով իրավիճակներում է, այլ մեր մտքերն ու ներքին հմտություններն են, ոնց որ գիտակցաբար վերահսկելով ու ուղղորդելով մեր մտածողությունը, մենք կարանք փոխենք այդ զգացմունքներն ու գործողությունները ու հենց տենց էլ ստեղծենք իրականությունը, որը որ իրոք մենք ուզում ենք տեսնել։ Այդ որը որ մենք իրոք ուզում ենք տեսնենք, շատ կարևոր նախադասություն արևս, որովհետև մեր ուղեղը կստեղծի այն իրականությունը, որը հոգու խորքում ինքը դա է ուզում, դա շատ կարևոր է, էլի, հետո դրան ավելի կանրադառնանք մանրամասը։ Արսեն ջան։ Ես առաջին եւ վերջին հարցին կպատասխանեմ։ Առաջին հարցին կպատասխանվեց, որ ինչքան մարդիկ ունեն նույն պայմանները, իրենք գիտակից են ու sense բնաստով չեն ապրում, իրենք ունեն ազատ ընտրություն, այստեղ նաև մեծ կապ ունի մտքի հետ շրջապատը ու փորձը, եւ երրորդ հարցն է կանրադառնամ այս ձևով, մեր ուժը գտնվում է այնտեղ, երբ մենք գիտակցում ենք, որ մենք իրականում ամենագետ չենք եւ պետքա ձգտենք աճելուն։ Այո, դրա համար, որ եթե ինչ որ միտեղ ձախողում ենք, ինչ որ միտեղ մտքեր են գալի, որ մեր մոտ չի ստացվի, դե գալիս եմ, ոնց կարա, նույնիսկ իմ մոտ գալիս են այդ մտքերը առավոտյան, որ վա, այսօր այնքան գործ ունեմ, չի ստացվի, բա ինչ եմ անելու եւ այլն։ Հիշում ենք ինչ, հիշում ենք մենք ոնց ենք քայլել սովորել, որ ընդհանրապես չգիտեինք, հիշում ենք ոնց ենք մենք խոսել սովորել, քիչ, երբ որ մենք լողալ չգիտենք, վազել չգիտենք, մեզ դա ահռելի դժվար է թվում, երբ որ դուք պետք է հասկանաք, որ դա անելով պետք է սովորենք, էլի, ինքս ենք որոշելու, որ մի օր մենք շատ մեր մտքերը կարողանալու ենք կառավարենք, մենք բոլոր վախերին կարողանալու ենք կանգնացնենք, դա նորմալ է, վախերն էլ են նորմալ, չափից դուրս այդ մտքեր ունենալն է աննորմալ։ Ինչի ենք խոսում տագնապները լավ չեն։ Տագնապները լավ չեն, որտեղ անիրական հիմքով են իրանք տագնապ։ Իսկ վախերը դրանք մեր պաշտպանական բնազդներն են, որը մեզ համար պետք են, բայց երբ որ դրանք չափից շատ են, դրանք սկսում են մեզ խանգարել։ Հենց որ մյուս ծայրագության մեջ էլ չենք ընկնում, չենք սկսում սաղ կյանքը կառավարել, որտեղ մենք այտենց գիտեք ինչ կլինի, սենց զոմբիացած կլինենք, սենց սաղ ճիշտ անում ենք, սաղ ամեն ինչ լավ ենք գնում, բայց ոնց որ սենց մի ձևի երջանիկ չենք։ Չէ, ես տես չեմ ուզում, ես ուզում եմ դուք լսեք ինքներդ ձեզ, հասկանաք դուք իրականում ինչ եք ուզում, եթե ուզում եք հաջողեք, մի վախեք, որ դուք հաստատ կկարողանաք հաջողել, եթե ուզում եք ոչինչ չանել, բայց դա ձեզ օգուտ է ու դուք օքեյ է, որ ոչ բան չեք ունենալու ձեր կյանքում, ունեցեք, բայց եղեք երջանիկ, եղեք ձեր ինքներդ ձեր հետ հաշտ, այդ դա է ձեր մտքի ուժը, երբ որ դուք հասկանում եք ձեր որ միտքն է ձեզ օգնում ու տանում առաջ ու որ միտքն է ձեզ հետ կանգնացնում, որը դուք վեբինարի սկզբում շատ լավ ասեցիք։ Միտքը պարզապես մտածողություն չէ։ Ֆիքսեցինք, որ դուք բոլորդ էլ խոսեցիք մտածողության մասին, որ հաջողելուց հաճախ դա այն է, որ ինչ որ մտածողությունն է։ Միտքը իրականության ընտրող համակարգ է։ Իրականություն, որ իրականությունը ընտրես։ Այն որոտում է ինչ ենք տեսնում, ինչ ենք հավատում, ինչից ենք վախենում։
այո, միտքը այն ֆիլտրն է, որով դուք աշխարհը տեսնելու եք, իրականությունը հասկանալու եք, որովհետև մի հատ էլ հիշեք, չգիտեմ, աղջիկները կամ տղաները ինչ որ ձեզ ինչ եք սիրել, ինչ որ մի բան եք ուզեցել, մտածել եք կամ ինչ որ մարդու մասին եք մտածել, եկը գնացել եք այդ մարդուն տեսել եք, կամ ինչ որ մեքենայի մասին եք մտածում, որ հայ հենց BMW կամ Mercedes, մեկ է անընդհատ ուր պատտվում եք անընդհատ այդ մեքենան եք տեսնում, որովհետև ձեր միտքը կենտրոնացած է դրա վրա ու ինքը իրականությունից ընտրում է այն կտորները, որը իրան հետաքրքիր է։ Այստեղից հետևություն այն բոլոր բաները, որ ձեզ հետաքրքիր է, ձեր մտքում է, ուղղակի դա պետք է հասկանալ ու չվախենալ։ Ինչից ենք վախենում, դա էլ է մեր իրականությունը ստեղծում։ Մենք սկսում ենք վախենալ ինչ որ հեսա մի վատ բան կլինի, հեսա մի վատ բան ալնում է։ Որտեվ տիեզերքը ինքը այդտենց ինչ որ բան ունի։ Ես չգիտեմ, դուք հիմա կվանտովի ֆիզիկայով հետաքրքրվում եք, չեք հետաքրքրում տեղյակ եք թե չէ, բայց մի պահ պատկերացրեք, որ տենց ամեն ինչ հավասարակշռության մեջ չլներ ու մի օր դուրս գայիք, արևը դուրս չգար, լուսինը գներ պոկվեր, գներ կպներ եսի ինչ ուրիշ մոլորակի եւ այլն, դա չի լինում, չէ՞, ամեն ինչը հավասարակշռության մեջ է։ Այդ հավասարակշռությունն է մտքի պարագայում նայա, երբ որ ես գիտեմ, եթե ես հիմա ուզում եմ իմ անձնական հարցերը լուծել, եթե ինձ տրամադրեմ, որ ես չէ, այդ անձնական հարց լուծելս դա սխալ է եւ այլն, ես այն գործ անելուց չեմ հաջողի։ Ես պետք է մտքով իրան հասկացնեմ, որ այո, դա էլ ենք անելու։ Դա էլ է մեզ համար կարևոր, բայց արի այս գործը անենք, հետո անդրադառնանք դրան։ Այսինքն դուք պետք է բալանսավորեք ձեզ, չհեռանաք ձեր բնազներից, ձեր ցանկություններից, ձեր անելիքներից, բայց միևնույն ժամ, որտեղ անընդհատ անելով դուք ավելի շուտ կձախողեք, դուք շատ լավ կպարապեք, ամեն ինչ կանեք, բայց կգնաք քնության տեղը ու կարողա տենց նյարդային ինչ որ սրիվ ունենաք, լավ չզգաք։ Որովհետև հոգու խորքում դուք ուզում էիք մի փոքր էլ դրա համար ամեն ինչ բալանսավորված ենք անում։ Մեզ պետք չի, որ դուք լինեք աշխարհի ամեն ինչ կարող ուժը, մեզ պետք է, որ դուք լինեք երջանիկ, ուրախ ու ցանկություն ունենաք լիքը բան անելու։ Այդ ձեր միտքը դրա վրա կենտրոն, դրա համար չենք հեռանում ինքներս մեզանից։ Դա շատ կարևոր է։ Մենք չենք ապրում աշխարհում այնպես, ինչպես այն կա, այլ այնպես, ինչպես այն մեկնաբանում ենք մենք, մեր շրջապատը, մեր հարազատները, մաման պապան, տատին պապին եւ այլն եւ այլն։ Դա իրականությունն է, ժողովուրդ։ Ասում ամեն մարդ իր 5 ամենամոտիկ ընկերոջ մտքերի միջին իրականությունն է ապրում։ Տենց էլ կա։ Ինչ է միտքը։ Միտքը բաղկացած է ներքին խոսքից, որ ասում էի, ես ես կարամ, ես չեմ կարա, բա որ գնամ, հանկարծ չհաջողեմ, բա որ քննությունը տոմսը քաշեմ, իմ ամենասովորած տոմսը ընկնի եւ այլն։ Ներքին պատկերներից ես մի անգամ տեսել եմ, որ մի հատ աղջիկ այտենց էր անում, կամ մի հատ տղա տենց փողոց անցավ, ինքը սենց եղավ, ինչ որ բան, պատճառը հետևանքային լիքը կապեր, որը որ ձեր ապրած կյանքը չի։ Սպասումներից ես գնալու եմ ու ընդեղ ամեն ինչ իմ մոտ ստացվելու է, այդ սպասումները ձեզ սպանում են։ Դուք պետք է միտք ունենաք, որ ես կգնամ, կփորձեմ, եթե ստացվի, շատ լավ, եթե չստացվի, մարդ չի ընկեմեռը։ Դրա համար այդ միտքը ճիշտ պետք է կառուցել, ոչ թե միտք ունենալ, որ ես կգնամ, կհաջողեմ ու տենց էլ։ Դուք կգնաք ու կձախողեք։ Կամ կգնամ, կձախողեմ, կգնաք ու ոչ մեկ չեք կարող անել, որտեղ դուք ի սկզբանե տրամադրվել էիք ձախողը։ Այսինքն երկու ծայրերն էլ լավ չեն, երեխեք ջան։ Դուք ձեր միտքը ուղղակի պետք է կարողանաք կառավարել։ Երբ որ վախենում եք, ասեք, օ, լավ անի։ Ինչ է, այսինքն հասկացանք հետևյալը, որ մենք մեր մտքով սահմանափակումները պետք է վերացնենք, հնարավորությունները շատացնենք։ Այն բոլոր մտքերը, որոնք սահմանափակումները շատացնում են ու հնարավորությունը քչացնում, մեզ պետք չեն։ Իրանցից պետք է ազատվել ու կսովորենք թե ոնց։ Գնացինք առաջ։ Միտք, ինչ եմ ջնել, ճշմարտություն։ Այսինքն միտքը պետք է հասկանանք, որ ինքը
ճշմարտություն չի երեխեք։ Այդ րոպեին եկած միտքը։ Բացարձակ ճշմարտություն չի էլի։ Միտքը հաճախ էս խափում։ Ինչպես Արսենը ասեց, օրինակ, ես չեմ կարող, բոլորը ինձանից լավն են, եթե սխալվեմ վերջ, ինչ չեն սիրում, ինչ չեն հարգի, ինձանից կնեղանան։ Դրանք բոլորը ձեր գլխի մտքերն են, որը մի ֆակտ, որ ճիշտ է։ Դրա համար դուք ձեր գլխում մի ապրեք։ Մտքերն են բան են, բայց մեկ դիմացին հարցրեք, իսկ դու ինչ ես մտածում դրա մասին։ Որտեվ մենք էփում ենք, բա որ սենց մտածի, մամայից չեմ կարող ասեմ, վայ չէ, չեմ կարող ասեմ, որ ասեմ, ահա որ բան կանի, տենց ինչ որ խափում են, հասցնում են, ես ինչ վերջում ասենք տղաս գալիս ասում է, Անի, բա որ ես սենց անեի, ինչ կլինի։ Դու ինձ հարցրել ես։ Ինչի ես դու ինքդ քո գլխում որոշել, թե ես ինչ կասեմ։ Այսինքն հասկացանք, որ մտքերը լավ բան է, բայց մեր գլխում չենք ապրում։ Մի քիչ իրական իրականությունից էլ ենք օգտվում, էլի։ Ու այդ բանը, ֆրազաները, այտենց բանը, ճնշող, որ բոլորը, բա ամոթ է։ Ի՞նչն է ամոթ։ Բա ինչ կմտածեն մեր մասին, որ չկարողանանք։ Բանը ոչ մի չեն մտածի, կմտածեն, որ այս անգամ չստացվեց, մյուս անգամ կստացվի։ Հասկացաք երեխեք։ Սահմանափակումներից դուրս ենք գալի։ Միշտ հիշեք, մի միտք պահեք ձեր գլխում։ Եթե հələ ֆիզիկապես կենդանի ենք, ամեն ինչ հնարավոր է փոխել։ Ամեն ինչ։ Էլ չի սիրի մեզ, չի ուզի ամոթ կլինի, ես կլինի, օքեյ, չի սիրի, ձեզ պետք է այդ մարդը, որ ձեզ չի սիրում։ Բոլոր ինձանից լավն են, օքեյ, թո լավ է լինի, ինչ, որ իրենք ձեզանից լավ։ Սա այն սահմանափակող մտքերն են, որոնք ես ուզում եմ դուք իմանաք ու կառավարեք ու գլխներում պահեք միշտ այն մտքերը, որը սահմանափակումները վերացնում են։ Միտքը սիրում է անվտանգություն։ Նույնիսկ եթե այն անվտանգությունը քեզ պահում է փոքր հեռու իրականությունից։ Այո, ինքը ասում է՝ «Մի գնա, դու գործ չունես, դու պետք չի, չես հաջողի»։ Ինքը մեզ խնայում է, որ մենք էներգիա քիչ ծախսենք, պարկենք ու ոչ իման չանենք, որովհետև ինքը չի ուզում էներգիա ծախսի, ժողովուրդ։ Ինքը ուզում է ոչ իման չանի ու ստանա լավ արդյունք, բայց տենց բան հնարավոր է։ Հասկացանք, որ մտքի ուժը շատ ուժեղ է, բայց մտքի ուժով չես կարա պահարանի մեջի շորերը դասավորես։ Ես ուզում եմ ասել, որ դրանով ամեն ինչ էլ չենք կապում։ Ամեն ինչ իր չափի ու բանի մեջ է գեղեցիկ։ Այո, ինքը հրաման է տալի ուղեղին։ Բայց հրաման է տալի ուղեղին, որ գործողություն անի, երեխեք, գործողություն, չմնա ինքը մտքի մակարդակով, հասկացաք։ Այդ հրամանը լինի քո գլխում, ինքը ճիշտ գործողություններ անի։ Միտքը եւ ուղեղը։ Մենք արդեն ուղեղից ահագին խոսեցինք։ Ուղեղը չի ղեկավարում։ Այո, երկար բանավեճ է, գիտնականները մեկ ասում է մենք ուղեղին ենք բանում ղեկավարում, մեկ ասում է ուղեղն է ղեկավարում մեզ։ Ուղեղը կատարող է, երեխեք ջան։ Մենք իրան ինչ հրամաններ տվեցինք ինքը, բայց ինքը ունի իր բազիսային պահանջմունքները, բազիսային նպատակները, որ ինքը առանց ձեզ իր բազիսային նպատակը որն է, որ դուք ավտոյի տակ չընկնեք, մեկ, որ դուք լիարժեք լինեք, որ դուք սիրված լինեք ու սիրեք, որ դուք ընկերներ ունենաք, որ դուք ուրախ լինեք։ Այդ իր բազիսային պահանջմունքներն է։ Միայն բազիսային պահանջմունքների չընդունելու դեպքում, եթե դուք հակառակ բան ասեք, ինքը սկսի ձեզ բան անել, այդ մտքերով խաբել։ Նախ խաբել, հետո չի անի այն, ինչ որ դուք ուզում եք։ Մնացած բոլոր դեպքերում ինքը մեր ենթական է։ Մենք իրան ոնց հրաման տվեցինք, ինքը տենց է կանե։ Ինչին հավատում ես, ուղեղը իրականացնում է։ Ինչ պատկերացնում ես, մարմինը արձագանքում է։
Նույնիսկ որ հիմա մենք բոլորս աչքերս փակենք, պատկերացնենք տակ տեղենք, որ քիչ-քիչ մեր մարմինը տաքանում է, ինքը կտաքանա։ Ինքը չի տարբերում երեխեք իրականությունը երևակայությունից։ Իրան կարանք խաբենք, բայց խաբենք միայն այն բաների մեջ, որը իրա բազիսայինը չի։ Եթե դուք մի հատ ինչ-որ, եթե դուք սիրարվել եք, լույս ա եկել ձեր վրա, ուզում եք գնաք, թռնեք, պարեք, ես իմիջ, եթե տանեն ձեզ մի հատ սենյակում փագեն, պարզամտքի ուժով ոչ իմանալ չեք կարողանա անել։ Հասկանում եք ինչ եմ ուզում ասել։ Պետք է բան անել։ Ուղեղի հետ բանակցել, իրան ճանաչել, իրան սովորացնել ինչ-որ հավես բաներ։ Ինքը այդտենց բան է։ Կրկնող միտքը կյանքի ծրագիր։ Նույնիսկ հոգեբանության մեթոդ կա, դպրոց, որ ասում եմ, մինչև 6 տարեկան երեխան ինչ որ մտածեց իր ծնողը, ինչ որ իրան ասել է, ինչ որ ինքը պատկերացնել է, մեկը կյանքի վերջում ինքը դա էլ դառնալու է։ Ու փորձ էին դրել, որ այտենց ինչ որ բաներ կա։ Բայց դա գրված ճշմարտություն չի երեխեք ջան։ Յուրաքանչյուր պահի գիտակից մարդը, եթե չի ֆիզիկապես մահացել, չեմ խոսում մյուս կյանքերի մասին, ես խոսում եմ այս իրականության։ Գուցե եւ ուրիշ կյանքեր եկա, որտեղ էներգետիկ մակարդակով վերջը դուք ձեր ուզածին հասնում եք, այդ ես չգիտեմ, հələ շատ երկար մտածում եմ դրա մասին, բայց այսօր մեր թեման դա չի։ Քանի ֆիզիկապես դուք կենդանի եք, դուք կարաք լիքը բան փոխեք ձեր կյանքում։ Հիմա կասեք, օրինակ մենք չենք կարող մտքով նենց անենք, որ ինքը մեզ սիրի, որ չի սիրում մեզ սիրի։ Դուք կարաք մտքով նենց անեք, որ դուք ով որ ձեզ չի սիրում, չսիրեք իրան։ Ժողովուրդ, մենք աշխարհը չենք կարող փոխենք։ Մենք կարող փոխենք ինքներս մեզ։ Ինքներս մեզ փոխելով, փոխում ենք մեր շրջակա միջավայր աշխարհը։ Դուս եկա որ աշխարհը փոխվեց։ Հիմա կասեք, այդ ինկալումով փոխեցին, հիմա կապ չունի ինչով փոխեց։ Յանի փոխվեց, չէ՞։ Հիմա մինչև մեր վեբինարի գալը դուք ուրիշ եք, հետո վեբինարից հետո ուրիշ եք լինելու, չէ՞։ Չեմ ասում ես ինչ ենք մենք իրար հետ սովորելու, բայց ինչ որ խոսելու ենք, այդ արդեն ոնց որ ծովի մեջ մի հատ քար որ գցենք, ինքը եսի ինչ ծովի կյանքը չի փոխելու, բայց մեկը ծովը ինքը այդ մի քարով արդեն ուրիշ է։ Այլ է դառնում, էլի։ Կրկնող մի դառնում է ավտոմատ, դառնում է վարկ, դառնում է արդյունք։ Ես նորից եմ ասում, այդ այն միտքը չէ, որ ես չպետք է բան անեմ, վախենամ, ես չպետք է վախենամ, ես չպետք է վախենամ, այդ միտքը չէ։ Այն միտքը, որ վախենալու ոչինչ չկա։ Մի հատ չի ստացվի, երկրորդը չի ստացվի, երրորդը կստացվի։ Ես հո մի անգամից չեմ քայլել։ Ես հո մի անգամից չեմ խոսել։ Ես հո ամեն ինչ չեմ իմացել։ Տարբերեցիք մտքերի էական տարբերություն կա էլի դրանց մեջ։ Մարդը չի պարտվում կյանքում, նա պարզապես երկար հավատում է մի մտքի, որ իրեն չի ապահովելու հաղթանակ։ Ես որ մտքերը, որ ուզում եմ ձեր մոտ տպավորվի, դանդաղ եմ ասում, որովհետև իրոք չկա տենց բան, ու ընդհանրապես չկա պարտվել հաղթել։ Մինչև վերջ կարանք վիճենք, ով հաղթեց, ով պարտվեց։ Եթե առավոտյան դուք արթնանում եք ու այդ մարզանկանելը ձեզ դուր է գալի ու դուք հասկանում եք, որ ձեր օրը երկարում է, դա տենց էլ լինելու է։ Այո, ձեր օրը երկարելու է, այո, դուք ձեզ լավ եք զգալու, այո, դա շատ ավելի լավ է, քան ուշ արթնանալը գլխացավով բան, բայց այնով որ պարկում է ու չի ուզում ինքը իրեն կառավարի, ինքն էլ է ընդունելի մեր կողմից։ Պետք չի սաղ աշխարհին փոխել, հիշում ենք, աշխարհը փոխելու համար փոխում ենք ինքներս մեզ։ Այդտեղ շատ հեշտ է։ Սաղ մեր ուզածները ստանում ենք մեզ փոխելով։ Սահմանափակող մտքեր։ Լսում եմ քեզ Արսեն ջան։ Ճիշտ ասած իմը հարց չէ, զուտ կառավարելու մասին բառադարձանք, մեր Ռոբինսը մի հայտնի խոսք ունի,
մենք չենք կարող կառավարել աշխարհը, բայց երբ որ մենք գիտակցում ենք, որ եթե մենք չխառնում ենք մարդկանց կյանքին, ապա եւ մենք կառավարենք ինքներս մեր կյանքը, դրանով մեր կյանքը ավելի է լավանալու։ Կյանքի ասма բանը ինտելեկտուալը ով է, ասма այն մարդը, ով իր խելքով կարացել է նենց անի, որ իր կյանքի որակը լավանա։ Եթե ինքը իր կյանքի որակը չի լավացել, ինքը իմ համար խելացի չի։ Ուզում է աշխարհի ամենալավ բանաձևերը գրի, կարդա, ես ինչ անի։ Եթե ինքը դրանից երջանիկ չի դառը, որ ուրախ լինենք ու երջանիկ լինենք, հավես ապրենք, հա, շատ պրոբլեմներ կա, այո, բանը թշնամիներ կան կողքը, բան, բայց դուք երևի հոգեբան Վիկտոր Ֆրանկլին կիմանաք, չգիտեմ, գիտեք թե չգիտեք այդ էգզիստենցիալ հոգեթերապևտին, ով որ բանը Գերմանիայի գազապաստարանում ա եղել ու իր տեսությունը ընդեղ ա գրել ու իր հարազատներին իր աչքի առաջ սպանել են, ինքը կյանքի ինչ որ բանը պատահարի օգնությամբ չի մահացել, տենց ու իր տեսությունը ընդեղ ա գրել, որ կյանքի իմաստը այդ մեր ցանկությունների մեջ է, ինքը էգզիստենցիա գոյության իմաստը այն է, որ դու ինչ անում ես, իրան հարց են տալի, հեսա կտամ ձեռքերը տեսել եմ, հարց են տալի, ասում են, դուք ո՞նց եք դիմանումը տենց ձեր աչքի առաջ ձեր հարազատներն էին սպանում, դուք այդ գազապաստարանում, դուք պլեն ընկած վիճակում ո՞նց եք գոյատևել, ասում են, բոլոր այն մարդիկ, որոնք կարծում էին, որ այս ամեն ինչը վերջանալու է, չդիմացան, որտեղ իրենք մտածում էին, որ պետք է վերջանա, չի վերջանում, չեն դիմանում, այսինքն իրանք հոգեպես կոտրվում են, բոլոր այն մարդիկ, որ կարծում էին, որ սա վերջանալու է, մտածում են, որ վերջանալու է, բայց չէ վերջանում, իրանք էլ են կոտրվում, ասում են, բա դուք ոնց գոյատևեցիք, լավ հասկացանք, որ նրանք չեն կամ ասում են, մենակ գոյատևում էին այն մարդիկ, ովքեր առավոտյան արթնանում էին ու անում էին այն, ինչ պետք է անեն, ինչ որ բան, ինքը նստել է տեսություն ա գրել, աշխարհահռչակ տեսություն, որը ինքը ինչը 70 քանի տարի էլ ապրել է, այդ գազապաստարանից դուրս է եկել, այդ տեսությունը դարձել է աշխարհահռչակ տեսություն, մի պահ պատկերացրեք, որ ինքը ընկճվեր, իրան կորցներ, սաղ օրը մտածել, բա այստեղից ոնց դուրս գամ, բա եւ այլ, հասկացաք երեխեք, մարդը կարացել է ոչինչի մեջ իմաստ տեսնի, լսում եմ Անի ջան, հետո Մարիամ ջան, Ուրեմն ես հարցը սկզբից էի ուզում տալ, բայց ոնց որ անընդհատ ինչ-որ բան խանգարում էր։ Ուրեմն երբեմն մենք գիտակցաբար ինչ-որ բան ենք ուզում, բայց շատ դեպքերում ենթագիտակցությունը խանգարում է։ Ուզում եի հասկանալ որն է գաղտնիքը այդ հակասությունը հաղթահարելու համար։ Առաջի րոպեից այդ եմ խոսում, բայց հեսա մի անգամից, այն որ ասում էի ուղեղի բնազդային բաներին ուշադիր պետք լինել, այդ է ենթագիտակցությունն է, ես ուզում եմ հիմա գնամ իմ սիրած աղջկան տեսնեմ, ես ուզում եմ հիմա դուրս գամ մի հատ ծխեմ, ես ուզում եմ հիմա վատ բան անեմ, ես ուզում եմ հիմա լավ բան անեմ, իսկ ինձ տարել են քաշ են տվել, ես իմ ուր, մամայիս պապայիս հետ գնացել եմ քեռուս, կնգա, ես իմ ինչ ծնունդին, որը վաբշե չէի ուզում գնայի, ես այդ ենթագիտակցականն ու գիտակցականն է, ոսոնց ես մի բան եմ ուզում, բայց ուրիշ բան եմ անում, բայց ուրիշ բան եմ մտածում, այդ են սա խճճվում է, խառնվում է իրար, դա հստակ պետք է լինել, ասել, օքեյ, ես չէի ուզում, բայց պապայիս մամայիս խաթր գնացել եմ ընդեղ ուրախ զվարթ նստում եմ, կեժամ շուտ դուրս եմ գալ, ասում եմ կներեք ինձ, ես գնացի իմ գործերով, հասկացաք, ճանաչես, ինչ ես ուզում, հասկանաս ոչ թե տենց ծախաճ, որտեղ են դուք ձեր տարիքում շատ է, չէ՞, որ պարկում եք տեղերի մեջ, չգիտեք ինչից եք տխուր, չգիտեք ինչից եք ուրախ, չգիտեք խիատենց, այդ ենթագիտակցական, գիտակցական վախերն են ու տագնապներն են ու ցանկությունները, որտեղ ձեր տարիքային խմբում հորմոններն ու մնացած բաները լիքը էներգիա ունեք, ուղեղը լիքը էներգիա ձեզ տվել, որ լիքը հավես բաներ անեք, բայց ես սաղ ասում եմ դա սովորի ես արա, այդ մեմում մնալ ճիշտ է, բոլոր դասը, հա մեկ հանգստացեք, հասկացանք, որ մի դասերն ու ես իմ ինչերը շատ ճիշտ են։ Մեկ այսենց անջատեք, կամպյուտերով գնացեք, ասեք ես պարկում եմ ու հանգստանում եմ ու լրիվ ինձ մեկա մեմում ինչա ալնում։ Այդտենց ես վերջում որ խելագարվում էի ձեր ծրագրերից, բռնեցի ջնջեցի իմ կամպյուտերի մեջից, հիմա հանգիստ նստած եմ։
ինձ որ պետք կլինեն, ես իրանց որ պետք կլինեմ, ինձ կգտնեն մի ձև։ Դե իհարկե դուք հələ ձեզ չեք կարող թույլ տաք, համ դուք լիքը էներգիա ունեք, ես չունեմ։ Դրա համար ինձ կարելի է այդպես բան թույլ տալ։ Հասկացաք երեխեք ջան։ Այդ գենթագիտակցականն ու գիտակցականը, երբ որ ուզում եք մի բան, բայց չեք հասկացել ինչ եք ուզում, այն որ նվնվում եք, բայց չեք հասկացել ինչ եք ուզում։ Կամ ինչ որ մի հատ ընկերուց նեղացել եք, բայց չեք հասկացել ընդհանրապես որ այդ ընկերուին մի հատ ավելի ուշադիր է նայել են տղային, որին դուք հավանել եք։ Ես չեք հասկացել եք նեղացել այդ ընկերուց, ոչ հիմա վրոջի չի արել։ Ունի ֆակտ էլի, որ ինքը տենց ձեզ թվացել է, որ դու տենց մտքեր ա եկել ու այդ մտքերը չեք կանգնացրել, տենց բաներ ա առաջացել։ Մարիամ ջան, դու հետո Արսենը։ Այս սահմանափակող մտքերի սլայդը նայեցի ու հասկացա, որ ես սպասում եմ ինչ-որ նոր բան սկսելու համար ճիշտ ժամանակին, բայց ես գիտակցում եմ, որ օրինակ ժամանակը չի գալիս, ժամանակը միշտ գնում է, բայց էլի սպասում եմ այդ ճիշտ ժամանակին։ Այդ տենց մի հատ անեկդոտ կար է, որ ասում է բանը, ասում է դες այդ քոնը ասում է այդքան փողեր պահում, ոչ ոք քեզ չես առնում եւ այլն, ասում է սեվորվա եմ պահում, սեվորը։ Վերջում կյանքի վերջում ասում են վերջը ինչ եղավ, ասում են լսի այդ սեվորը տենց է չեկա։ Այսինքն չի ապրել ինքը։ Հիմա քոնն է, ինչ է սպասում։ Արա, ինչ լես մտքերը պետքա գործողություն ստանան, երեխեք, գործողություն։ Ես ձեզ ասացի, չէ, մտքով աթոռ չես բարձրացնի։ Կարող է պատկերացնես, որ ինքը բարձրացել է, քեզ չի խանգարում, քեզ չի անհանգստացնում եւ բայց մի եկա, այդ միտքը, որը գործողություն չի արվում, ինքը ուղեղին կամ դու պետքա պատկերացնես այդ զգացողությունը ունենաս, որ դու արդեն դա արել ես, հանգստացել ես, որտեղ ես ձեզ ասացի, չէ, որ ուղեղը չի տարբերական իրական կյանքն ու երևակայականը։ Ինքը նույն կայֆերն է ապրում, որ աչքերդ փակում ես, պատկերացնում ես, համարը նույն հաճույքներն է, նույն բաներն է, ինչ որ իրականում կանեի, բայց դա իրական չի մեկը, ձեր ձեռքում չկա դա։ Նենց որ ժամանակը միշտ այդ պահին է, նույնիսկ ասեմ ավելին, ինչքան մտածում ես, որ ժամանակը գա, այդքան ժամանակը անցնում է։ Արսեն ջան, դու էլ ասես ու անցնենք այս սահմանափակող մտքերին։ Այն օրը ես ու Մարիամը քննարկում էինք ռիլերի ազդեցությունը մեր վրա ու այդ ձեր ասած որ մեր ուղեղը սիրում է լինել սենց անգյալ վիճակում ու սենց լավ արդյունքի հասնել, դա մեր օրերում ավելի իրատեսական է, մանավանդ ոչ զբաղված մարդու համար, որովհետև այդ ռիլերը անընդհատ դոպամին են տալիս։ Ես տիպողաբար այդ 3-4 շաբաթը այդ ռիլեր ֆունկցիան բլոկավորել եմ, բայց իմ օրը ինձ ասում է անընդհատ բացի Instagram ու հիմա էլ դուք Instagram-ի story-ների դիտումներն եմ անընդհատ նայում։ Ես գիտակցում եմ, որ ես պետքա փոխարինեմ այդ ռիլեր նայելը ոնց ասած մեկ այս զբաղմունքով, բայց քանի որ երկարատև ժամանակ եմ այդ ռիլերը նայել, ոնց որ իմ ուղեղը նորից է ուզում տենց հեշտ բան։ Ես ուզում հասկանամ ոնց կարամ իմ ուղեղին մարզեմ, որ այդ դժվար բաներից հաճույք ստանա ինքը։ Նախ դժվար բաներից հաճույք ստանալը միանգամից չի լինելու։ Ուղեղի ֆունկցիան երկուսն է։ Ինքը սիրում է նոր բաներ, այդ որ ասում ես արագ նորություն է, ինքը խապված է, էլի զգում իրան թվում է լիքը բան սովորեց։ Ինքը սիրում է նոր բան սովորել, որտեղ երբ որ նոր բան է սովորում, իրան թվում է, որ ինքը ավելի անպարտելի է դառնալ։ Դժվար բաների նախ ռիլերին այդպես բանը խարակիրի անել, տենց էլ ընդհանրապես փակել եւ այլ, տենց բաները մի քիչ ծայրահեղ է։ Դու պետքա սովորես, որ բոլոր բաներին են follow արածները unfollow անես։ Ես ես հիմա պրակտիկան եմ քեզ ասում, հետո մտքի ուժով կասեմ, էլի։ Unfollow անես եւ follow անես բոլոր են բաները, ասենք գիտական հոդվածներ, գիտական նվաճումներ, նավի պատրաստում, կամուրջի սարքում, նեյրոբիոլոգիա, հոգեբանություն, այդ այնպես բաներ, որ գոնե 15 րոպե, որտեղ հիմա քո հոգեկանը ասենց նվոց ունի ինքը, իր ուղեղը նվում է, ասում է դու ինձ կտրեցիր այդ բանը, որտեղ ինքը նարկոման է, արդեն նստած է այդ քո ասած դոֆամինի վրա։ Դրա համար ու այդ վիդեոները, որոնք քեզ կհետաքրքրի, դիր YouTube-ով իրանց 15 րոպեանոց, 10 րոպեանոց վիդեոները նայ։ Օրինակ ես իմ մոտ տենց եմ արել, ես Reels չեմ նայում ընդհանրապես, ես
բանա երկու արագությամբ անգլերենով ու ռուսերենով լսում եմ լեկցիաներ։ Բայց լսում եմ կես ժամանոց լեկցիաներ, որը ինձանից խլում է 15 րոպե։ Ու այդ 15 րոպեն մի քիչ մոտենում է այն էֆեկտին, որը որ չեմ լսածնում, սենց ոնց որ մի բանին պակաս է, ես չեմ արել։ Ու հասել եմ նրան, որ հիմա ես արդեն 2 ամսում մի հատ գիտական հոդված եմ գրում, իրական գիտական հոդված էլի, ոչ թե այսինքն ես այնքան եմ զարգացել։ Դու պետքա ձեր ուղեղին ասեք, որ լսի, դու ուզում ես հաջողես։ Չեսնի նստում ես ուղեղիդ հետ խոսում ես։ Ասում ես արի չեսնի խոսանք, դու ուզում ես հաջողես, թե ուզում ես կարճաժամկետ կայֆ ստանաս։ Ինքը կմտածի, եւ ցին կասի, եթե դենց բան չես, դենց ինչ որ անհասկանալի բաներ չես ունում, կարող է մեկի ուղեղը ասի, չէ, ես կարճ կայֆ ստանամ, հետո ոնց եմ հաց ուտելու, ինչա։ Միշտ ես տղայիս եմ ասում, ուզում ես լավ մեքենա ունենաս, որ մեծանաս, ուզում ես լավ տուն ունենաս։ Ոչ նյութապաշտ եմ իրան սարքում, այլ ուզում պուճու ժամանակ գիտես որ մի հատ հոգեբանական տեստ են բան են փորձ են դրա երեխեքի վրա, բան են տենց պիրոժնիներ են տվել ու որ երեխեքին ասել է որ օրինակ ես պիրոժնին 5 րոպե չուտես, քեզ մեծ տորտ եք տալու ու շատ քիչ երեխեք են որ կարացել են այդ պիրոժնին չուտեն ու տորտ են ստացել։ Բոլորս մենք ուզում ենք, մենք ստեղծված ենք այտենց, ոչ թե այդ երեխեքը վատն են, որ պիրոժնին կերել են, բայց իրանք մտածել են ավելի այս պայն պիրոժնին ուտեմ, քան հետո կարող է տորտ չեն տալի, ինչ իմանա։ Հասկացա՞։ Դրա համար մի անգամից չի ստացվելու։ Քիչ պետք է անես։ Դու քեզ ասա, որ մի անհանգստացի, ես օրը 5 րոպե քեզ կթողեմ նայես։ Բայց պետք է քեզ տիպես այդ 5 րոպեն նայես կամ 15 րոպեն նայես։ Բայց քիչ ներմուծես ուրիշ բան, լեկցիաներ, բան, ասում եմ, դուք YouTube-ում ահռելի, մեր ժամանակներում մենք պետք է աշխարհի բոլոր փողերը աշխատենք, որ գնայինք այդ համալսարանում սովորենք, հիմա Հարվարդի, Սթենֆորդի, ես իմ ինչ համալսարանի բոլոր լեկցիաները ձրի լցրած։ Ես տենց եմ արել երեխեք, ես հիմա հասել եմ նրան, որ իմ արդյունավետությունը ահա որ բարձր է։ Ահա որ բարձր արագությամբ ու լսում եմ ես։ Մի գիրքը կարամ մի ժամում, 2 ժամում լսեմ, վերջացնեմ։ Շատ հետաքրքիր է իրականում, շնորհակալ եմ ձեր փորձը կիսվելու համար, դուք իրար ենք անպայման։ Այդ տենց ուղեղի հետ նստում զրուցում ես, ասում ես հələ արի նստենք խոսանք։ Ահա։ Հիմա այս բանը սահմանափակող մտքեր ամենատարածված երիտասարդների մոտ հատուկ ձեր համար եմ առանձնացրել, այդ ռիսերչ են արել ու այդ ձեր տարիքային խմբում հետևյալ մտքերն են տանջում, հետո կասեմ ինչի հենց հետևյալ մտքերը։ Ես դեռ պատրաստ չեմ։ Ինձ մոտ չի ստացվի։ Մյուսները ավելի խելացի են։ Ես այդպեսին չեմ։ Ով ասեց։ Ինչից իմացա, որ մաման ասեց հարևանի երեխեն ավելի լավ է սովորում, քան դուք, որ պապան ասում է, դու մեծանալու ես ոչ իմանի չդառնաս։ Դուք փորձեք ինքներդ հասկանալ, ինչ եք ուզում այս կյանքից։ Եթե ձեր գիտեք ինչի, որտեվ հենց ձեր ուզածը եղավ, ուղեղը դες կլսի։ Հենց ձեր ուզածը չեղավ, ինքը ասել է, չէ։ Սինձի ֆրստում է, խապում է։ Չեք կարա, արեստական կլինի, հասկացար։ Դրա համար դու քո երկարաժամկետ ուղեղի հետ բանակցում ես, իր ուզածը պարզում ես, հիշում ես, միտեղ գրում ես, կպցնում ես, ու այն որ սկսում ես նվնվալ, որ այսօր չեմ կարող այդ 15 րոպեն լսեմ, ես ինչ անեմ, ասում ես, նայի, ուզում ես, չէ։ Ուզում ես, չէ, ամենաարագը վազես։ Բա, կարաս մի տարի չվազես, հետո վեր կենաս ու ամենաարագը վազես։ Ամեն օր մեկ քիչ պետք է վազես, չէ։ Ուղղակի ուղղացի։ Ինքը շատ արագ համոզվում, որտեվ ինքը հո դեբիլ չի։ Մենք հո դեբիլ չենք։ Մենք բնածին խելացի ենք ծնվել։ Բայց խելացի ենք ծնվել իր ուզածները անելու համար։ Դուք պետք է պարզեք ինչ եք ուզում։ Չենք թողում վաղվան, ամեն ինչ անում ենք այսօր, բայց անում ենք նենց, որ մեր ուզածներով անենք, որ եթե ուզում ենք, որ սիրուն լինենք, ամեն օր պետք է մարզանք անենք, ջուր շատ խմենք, ճիշտ սնվենք, ժամանակին քնենք, հիմար 80, ես տղայիս եմ ասում, հիմար բաները նկարում են, լցնում են, դու քո ժամանակը, ազատ ժամանակը տալիս ես իրանց, իրանք հարստանում են, դու մնում ես աղքատ։ Հա, լսի, նայի, շատ ես ուզում,
ասա 15 րոպե ապուշությամբ եմ զբաղվելու։ Բայց ամենալավ աշխատում է, երբ որ դուք ձեր համար պարզում եք ձեր ինչ եք ուզում ու ուղեղին այդ դրա միջոցով ստիպում եք ձեր մյուս բաները անել։ Սրանք փաստեր չեն, սրանք մտքի պատմություններ են։ Եթե ես շատ կրկնեցի, ես դեռ պատրաստ չեմ, ես տենց էլ պատրաստ չեմ լինի երբեք։ Հենց այդ օրը պետք է ասես, всё, այսօրվանից պատրաստ։ Ինչ պետք է անեի, բերեք անեմ։ Ինձ մոտ չի ստացվի։ Որ չանես ոնց է ստացվելու։ Որ չսխալվես, որ չոչ չանեիր, որ չկանգնեիր, չընկնեիր, ոնց էիր քայլելու։ Ոնց բառեր չսովորեիր, խոսել ոնց էիր սովորելու։ Եթե դա կարացել ես, ուրեմն դա էլ կարաս։ Մյուսները ավելի խելացի են։ Okay, ես համեմատվում եմ իմ հետ։ Երեք ինչ գիտեի։ Այսօր ինչ գիտեմ։ Երեք ինչ էի։ Ինչից էի անհանգստանում, այսօր ինչ հնարավորություններ եմ տեսնում։ Երեխեք համեմատվում եք ինքներդ ձեր, դուք ինդիվիդուալ եք, դուք բոլորդ ստեղծված եք իդեալական, երեխեք բնության կողմից, այլ հավասար պայմաններում իմաստը ո՞րն է, որ նույն մարդուց 1000 հատ տնում։ Դուք նույնը չեք։ Ամեն մեկը մի ինչ-որ ցանկություն ունի, հիմա որ պատմեք, հաստատ կասեք, որ վերջում կպարզվի, որ լրիվ տարբեր բաներ եք ուզում դուք այս կյանքից։ Բայց այդ րոպեին, այդ անտեր խնդիրը, որ լուծում եք այդ մեմում, սաղ ուշկու միտքը հետա, ոնց իրար բան անենք, մի մրցակցեք ինքներդ ձեր հետ։ Այդ միտքը պայեք ձեր գլխում։ Նույնիսկ որ մեկ այդ վաբշե չեք ուզում գործ անեք, ասա ես պետք է սովորեմ իմ չսիրած մարդկանց հետ գործ անեմ, կոմունիկացիաս ուժեղացնեմ, իմացեք, եթե ձեզի փող եք տվել, գնացել եք սովորում եք, այ տենց։ Ձեր ուղեղին համոզեք, տենց է։ Այդ մտքերն են կարևոր, որոնք որ ձեզ հասցնելու են ձեր ուզած նպատակներին, իրական նպատակներին, երեխեք, իրական։ Շատ մարդիկ շատ բաներ կասեն, բայց ես ձեզ ասում եմ, դուք ձեր հետ հաշտ պետք է լինեք։ Եթե ես կռվեցի, որը ինչի է ձմեռ, ես ուզում եմ ամառ լինի, ամառ չի լինելու, երեխեք։ Հերիք չի, որ ամառ չի լինելու, համը դուք տառապելու եք։ Դուք ձմեռը պետք է ասեք, ճիշտ է, ցուրտ է, բայց ես սիրում եմ այս եղանակը, ոնց որ կսկսեմ ավելի ամառը գնահատել, ամառը չեմ ասի շոգը շատ է եւ այլն, կսպասեմ գարնանը, ծաղկելուն եւ այլն, հասկացաք։ Բնության հետ չենք վիճում։ Դա ամենակարևոր օրենքն է։ Որտեղ են սահմանները։ Սահմանը իրականության մեջ չէ, սահմանը մեկնաբանության մեջ է։ Երեխեք, իրականության մեջ սահմաններ չկա, ես ձեզ ասացի, չէ, իրականությունը կա առանց մեզ, իրականությունը միաժամանակ 1000 ձևի իրականությունն է ձեր բոլորի գլխի իրականությունները, ու մի հատ էլ իրական իրականությունը, մի հատ էլ չտեսնված իրականությունը, սահմանները մեր գլխում են, մեր մտքերի մեջ, չեմ կարա, չեմ հասցնի, չեմ անի, չի ստացվի, չեք ուզում մի արեք, արդար եղեք, ձեզ ասեք, որ չեմ ուզում անեմ, ոչ թե սկսեք, որ ես ես չեմ կարա, այն չեմ կարա, այն չեմ կարա, ասեք չեմ ուզում անեմ։ Եթե միտքդ փակ է, նույնիսկ բաց դուռը փակ կթվի։ Կգնաս կտես, ասում եմ ես, դուք երեխեք ինչ որ ձեր մտքում է, դուք աշխարհում տեսնում եք այդ բաները։ Այդ եք նկատում։ Միտք, զգացում, վարք։ Ես մտածեցի, նայ, ես աչքերս փակում եմ, մտածում եմ, որ իմ մոտ ամեն ինչ ստացվելու է, այդ զգացողությունն եմ ունենում, այդ ներդաշնակությունը, այդ հանգստությունը, մյուս րոպեին ես արդեն հանգիստ եմ, ես ագրեսիվ չեմ, ես չեմ պայքարում, ուշադիր լսում եմ, որտեղ բավարարված եմ, այսինքն միտքը ձևավորեց էմոցիաներ, էմոցիաները ձևավորեցին ապագա վարք։ Այս բանաձևը հիշել է պետք։ Մեխանիզմը միշտ նույնն է, երեխեք։
Պետի համոզվելու համար աշկերը փակում եք ու մի բան պատկերացնում։ Զգա, սրտի աշխատանքը փոխվում է երեխեք, արյան շրջանառությունը փոխվում է, նեյրոններային կապերը վերանայվում են, հանգստություն է գալի, ներդաշտ դուք սիրուն անում եք, դուք հանգստանում եք, դուք չեք պայքարում ոչ մեկի հետ, արևի տակ լինելու համար չեք պայքարում, որտեղ դրա միած շատ հետաքրքիր այն որ ձեզ եմ ասել, չէ ձեզ չեմ ասել, հոգեբանության ակումբում եմ ասել, թե Գայանեն էր մենթոր կազմակերպել երևի բանը ժամանակյան, ասում է երկու ծառ, որ իրար կողք են, չեն վիճում, ով է արևի տակ ավելի շատ լինելու, իրանք ճյուղերը նենց են դասավորվում, որ երկուսն էլ իրանց արևը ստան։ Մեխանիզմի միշտ նույնն է, ինչ ենք մտածում, ինչ ենք զգում, ինչ եմ ուզում անում, ինչ եմ ստանում։ Արդյունքի վրա աշխատելը ուշ է, պետք է աշխատել մտքի վրա։ Արդյունք ունենալու համար առաջինը պետք է մտածես, հետո զգաս, հետո վարքով դա անես ու ստանաս այն ինչ ուզում ես։ Թե չէ մենակ արդյունքի վրա որ մտածեք, չի ստացվի։ Դրա համար ոչ վախենալն է ճիշտ, ոչ էլ դրական բանը մենակ արդյունքը, որտեղ կգնաս հանկարծ այդ արդյունքը չի լինի, անենց կհիասթափվես, չես պատկերացնում։ Փոքր ինտերակտիվ խաղ ենք խաղում հիմա։ Գրեք ձեր համար ձեր ինչ-որ մի հատ թղթիկը վրա կամ մտապահեք, որ միտքն է հաճախ ձեզ կանգնեցնում, որ միտքն է ձեզ ինչ-որ բաներից հետ պահում, ես կերել եմ փոքր պահում, այսինքն ձեզ չի թողում էլի ինչ-որ բան անեք։ Ու վերջում ասում եք, սա միտք է, ոչ փաստ։ Հիմա փորձեք մտովի անեք, հետո կիսվեք, եթե ով որ ինչ-որ մեկը կվերջացնի ու կունենա ու կասեք ինձ զգացիք, բայց փորձեք զգալով անել, էլի։ Ընկերանի երկրորդը ինչ ասեցի։ Առաջին միտքը, որ միտքն է հաճախ ձեզ կանգնեցնում։ Ինչ-որ բան եք ուզում անեք, այդ միտքը գալիս է ու կանգնեցնում է։ Նախ ուզում ենք հիմա, նախ ուզում եմ ես բացահայտեմ, թե ձեր մտածողությունը ինչպիսին է, հետո կվերլուծենք, էլի, եթե ասեք, որ միտքն է հետո ձեզ հետ պահում։ Ոնց որ փոքր է ձեզ դարձնում, ոնց որ կանգնացնում է ու բան անում, փոքր է։ Պահում է ձեզ ավելի տենց ոնց որ չթողի էլի մեծանակ, զարգանակ, աճեք, այդ տենց ինչ որ փոքր բան իմաստով ասես, սենց մի ձևի գիտեք ինչի, որտեղ որ մարդուն ասում ես, այդ օրինակ որ իմ սենյակում գալիս են նստում են այս իմ բանը այցելուները, իրանք որ պատմում են ինչ որ մի հատ մտքի մասին, որ իրանց բանա, այսենց ընկճվում են, այսենց բանելում, հետո որ մի հատ ինչ որ հանգիստ բան են պատմում, այսենց ոգևորվում են, ուսերը ուղղվում է, ինչ որ շատ հետաքրքիր է, բայց մկանային մակարդակում դաժե փոփոխություն է տեղի ունենում։ Ու ասում է, այդ երկու բանը մտածում եք, որն է ձեզ փոքր դարձնում, վախեցնում, ու որն է ձեզ հետ կանգնացնում այն բաներից, որ ուզում եք անեք, այդ երկուսը պատկերացնում եք ու ասում եք, սա միտք է, ոչ թե փաստ։ Այսինքն դա իրական չի, ընդհանրապես միտք է, կարա տես չլինի։ Արսենց ենք սկսում։ Ինձ մոտ կարծեմ ինչպիսի էֆեկտ է ունենում այս սա միտք է ոչ թե փաստը, ոնց որ մեդիտացիայի նման, երբ որ մենք մեզ բերում ենք ռեալ մոմենտ, այդ դրա էֆեկտն է ունենում, որպեսզի ավելի ռեալիստիկ դատենք ամեն։ Այո, սա վարժություն է, երեխեք ջան, որ ձեզ սովորացնելու է հետ կանգնել այն մտքերից, որոնք ձեզ խանգարում են։ Որտեղ մտքերը միշտ լավը չեն, հիմնականում իրանք վատն են լինում, էլի։ Անի, լսում եմ։ Շատ առաջինը, որ միտքն է ինձ հաճախ կանգնեցնում, այդ սովորաբարն է, որ միգուցե ձախող եմ կամ այս բանի համար ժամանակ չեմ ունենա, օրինակ երբ որ ուզում եմ ինչ-որ նոր նախագիծ սկսել, գալիս է այլ այդ փոքր վախը, ասես կանգ եմ ընկնում, ինքս ինձ հարցնում եմ, այս Ինչ զգացողություն ես ունենում այդ ժամանակ։ չգիտեմ, չեմ կարա բացատրեմ, մտածում եմ էլի, այս իրականում վտանգ է, վախը իրենց կարա վտանգ ներկայացնել, թե ուղղակի մտքերս խառնվել է իրար։ Այս առաջինը,
ու որ ինձ հետ պահում, այդ այն է, որ այս պահին պետք չի ծախսել էներգիա ինչ-որ անիմաստ բաների վրա, օրինակ խոսեցինք ռիլերից, եթե ուզում էի ժամերով ռիլեր դիտել, այդ պահին ինձ հիշեցնում է միտքս, որ ժամանակը կարելի է ավելի լավ օգտագործել, սովորելու, ստեղծագործելու, կյանքում ավելի արժեքավոր բաներ անելու համար։ Այսինքն դու բացասական միտքը փոխարինես դրականով։ Այո։ Հա, այսինքն քո մոտ process-ը հեշտ է ստացվում։ Սա այն մարդկանց համար է, որոնք այդ բացասական մտքերը չեն կարող կանգնացնել։ Քո մոտ խնդիր չկա այդ պարագայում, շատ ավելի գործը հեշտ է։ Բայց եթե մտքեր կա, որ ինքը իրանից լավն է, իր մոտ կստացվի, մոտ չի ստացվի եւ այլն, այդ պահին հիշում եք այս վարժությունը։ Գրում եք մի հատ թղթի վրա ինչն եք կարծում, որ ձեզ կանգնացնում է, որ միտքն է, որ ձեզ փոքր է դարձնելու, այսինքն վաղ կոտ է դարձնում եւ այլ, այսինքն ուզում նախանձում եք ինչ-որ մեկին, որ չեք ուզում եք իր վատը եւ այլը, դրա համար գրել եմ փոքր։ Ու ասում եք, սա միտք է, անի մի հատ թափվի, սա միտք է, իրականություն չի։ Չես ուզում մի նախանձի։ Մարիամ, հետո Գոր։ Ես մտածեցի ու հասկացա, որ այս հարցերին պատասխան չունեմ, ուղղակի միակ բանը, որ ինձ խանգարում է, չգիտեմ, ալարկոտություն ասեմ, ժամանակս չեմ կարողանում կառավարել, երևի դա որովհետև չկա ինչ-որ բան, որ ինձ, չգիտեմ, փոքր կդարձնի, չեմ մտածում, այդպիսի պատասխան չեմ գտնում։ Վատ բաներ չես մտածում, չես ուզում մեկը մեռնի, ինքեզ լավը լինի, բան չես մտածում։ Դե լավն ես, էլի տեսնում չես մտածում։ Շատ լավն է։ Իսկ այդ բանը սիրունս, եթե ժամանակը չես կարող կառավարես ու ինչ-որ ալարկոտություն ունես, նշանակում է դու քո ուղեղի հետ չես նստել, այդ զրույցը չես ունեցել։ Իրան ինչն է կարևոր։ Այդտեղ հենց ունեցար ինքը արդեն իր մոտիվացիաները կբերի, որտեղ մոտիվացիան միանշանակ դա ներսից է, ներսից, դրսից ոչ մեկ չի կարող ձեզ մոտիվացնել։ Всё, գնացինք։ Մյուսը ով էր, Գորնա, հետո Սյուզի։ Ճիշտն ասած մի քիչ առաջ միացավ, ողջունում եմ բոլորին։ Ընդհանուր այս սեմինարին միանալով, որ ճիշտն ասեմ, կարողացա մտքերս իրար հավաքարկել, ապագան պատկերացնել ու այս վարժությունը կատարելիս հիմնական միտքը, որ հաճախ ինձ կանգնեցնում է, դա հանրության Հասարակության կարծիքն է։ Կարծիքը միտքը որ մի քիչ պահում է, ինձ թվում է էլի նույնն է, կամ օրինակի համար մի քիչ ուժերի թերացումը, որ իր մոտ կստացվի, մոտ չի ստացվի, ինքը ոլորտում ավելի շատ փորձ ունի, քան ես, ընդհանուր այս սա միտք է ոչ թե փաստ է, հիմնականում առաջի բանը, որ զգացի, դա հանգստությունն է։ Երկրորդը Այո, ու գիտես ինչ է տեղի ունենում, երբ որ դու ասում ես սա միտքը, ոչ թե փաստ, քո ուղեղը հասկանում է, որ ինքը դրա վրա էներգիա պետք չի ծախսի, դա իրականություն չի, պետք չի դրա դեմ պայքարել, իսկ երբ որ ներքին պայքար է գնում, ինչ որ մեկ ասում էր, ենթագիտակցական եւ այլն, այդ ժամանակ դու անընդհատ այսպես գալիս ես դու ոչ իման չես արել, հոգնել ես, էներգիա ես կորցնում, որտեղ դու միտք ունես, որը քեզ տանջում է։ Երկրորդը հիմնականում էլի ալարկոտությունը չեմ նշի, որովհետև հիմնականում որ ես Եթե հասարակության կարծիքի մասով ինչ կասես, ասենք թե օքեյ, ասեցին ես գորես ինչ վատն է, ինչ ալնում գորը, հիվանդանում է, անգնում է, ոտը ջարդվում է, ինչ ալնում։ Չէ, հիմնականում ինքնությունն է, որ ես կարամ ոնց որ հիմնվեմ կարծիքի վրա ու ամեն ինչ դադարեցնեմ, կապ չունի թե ինչքան ժամանակ եմ ծախսել կամ նպատակը որն է։ Բայց կարելի է։ Բայց դեռ կարելի է։ Այսինքն որ մեկը ասել ես գորես փուճու ժամանակ որ քայլել սովորելու ցլներ, ասել ես գորես ինչ ծողմարտիկա քայլում, նստելու էր չքայլե, всё։ Եղավ։ Նախ ասում եմ, մի միտքը, որ ձեզ տանջում է, գիտեք ինչ եք անում, 5 հատ ինչու եք ասում, ինչ կլինի, որ տենց լինի, ինչ կլինի,
մամաս վատ կզգա, օքեյ, ինչ կլինի պապաս, տատաս, հարևանները վատ կզգան, կասեն էս երեխան սենց երեն հասարակությունը շատ լայն հասկացողություն է, ինչ հայ ազգը, բան ու գործ չունի, նստել է մտածի գորը ինչ է անելու։ Հա, այո, շատ ճիշտ նկատեցիր, Գորջան, մերսի շատ, որ ասեցիր, որ հանգստություն ա գալի, որտեվ ես էդ ուզում էի ձեզ ասեի, որ ինքը ազատում ա ձեր ուղեղի ավելնորդ էներգիայից։ Հասկանում եք, ոնց որ ծակված դույլը լինի, երբ որ վատ միտք ա մնում ձեր ուղեղում, սիրուններս, ինքը էներգիա ա կորցնում անիմաստ տեղը։ Լավ, Գորջան, հիմա Սյուզին տանք, որ հասցնենք էլի 10 րոպեում։ Ողջույն, շատ ուրախ եմ, որ միացել եմ հանդիպմանը։ Անի ջան, ես հարց ունեմ իրականում։ Ինձ հետաքրքիր է, լավ, մենք ասում ենք դա իրականություն չի, բա ոնց հասկանանք ինչն է իրականություն, ինչն է փաստ եւ Որտեղ որ շուտ միանայի, իմանայի ինչն էր իրականություն։ Խոսել եք։ Մտածեմ իրարը չեմ պատմելու։ Իրականությունը շատ միայն կասեմ, որ իրականությունը շատ բազմաշերտ է, շատ հարաբերական է։ Այս պահին մենք ունենք 7-8 իրականություն հենց այս պահին։ Դրանք ձեր գլխի իրականություններն են, իմ գլխի իրականությունն է, մի հատ էլ իրականություն է առանց մեր գլխի։ Կարո՞ղ Մեծ որ ասենք իրականության հետ չկա։ հա, Կարող ենք չկա։ բան է, մեր պատկերացրածն է։ Բայց եթե ամեն դեպքում ինչ որ մեկը, օրինակ գորի բերած օրինակով, ինչ որ մեկը փաստացի ավելի լավ գիտի ինչ որ մի առարկա, քան մեկ, քանի որ այդ Նայ, մարդը real առարկայի մասնագետն է։ հա, Դա բայց իրականություն գորը է։ չէ, ինքը վաղ դրանով աշխատում։ Նայեք, ես Ինքը տնտեսագետ եմ առաջի մասնագիտությամբ ու շատ հաջողված տնտեսագետ կենտրոնական բանկում, բանկերի վերահսկողությունում էի աշխատում, բանկեր էի ստուգում եւ այլ եւ այլ։ 33 տարեկանում ես իմ տնտեսագիտությունս ոնց որ որոշեցի, որ ուզում եմ գնամ հոգեբանություն։ Սա ասում են դու գիժես, բանկեր ես ստուգում, բան, 0-ից սկսելու ես եւ այլն։ Ես 33 տարեկանում 20 քանի տարեկան 30 տարեկան հոգեբաններից ինչքան հետ կլինեի։ Շատ չէ։ Բայց ես վստահ եմ, որ դա իմ ուզած։ Ու ես վստահ եմ, որ ես աշխատասեր գնալու եմ հետևողական իմ ուզած։ Դրա համար ես ասել եմ, դու չես միացել շուտ, որ նստում ես ուղեղիդ հետ, պարզում ես, խոսում ես, ճշտում ես, ինքը իր մտքերը սա հասկանում ես, իր իրականությունը ինքը ինչ է ուզում, որ իրականությունը լինի։ Ու այդ իրականության ներքո է կարծում ես քո կառուցողական մտքերը։ Այտենց կմնաս, այտենց որ չեկար մեր մոտ շուտ։ Ես հիմա չեմ պատրաստվում վերջի 7 րոպեում պատմեմ սաղ դասը։ Միտք եւ հոգեվիճակ։ Միտքը ձևավորում է հոգեվիճակը, որը մենք արդեն խոսեցինք շատ, որ ինքը զգացական է դարձնում։ Հասկանում եք, երբ որ մենք այս պայն ինչ որ լավ բան եք մտածում, sense դրական էմոցիաներ են գալի, զգացական վիճակը փոխվում է ու մեր հոգեվիճակն է փոխվում։ Միտքը կախված է նաև հոգեվիճակից, երեխեք ջան։ Հաճախ հոգեվիճակն էլ է մտքեր առաջացնում։ Միշտ չի որ միտքն է հոգեվիճակը, դրանք հավի ձվի պատմությունն են, էլի։ Վախենում ես, վտանգավոր մտքեր ա գալի, վստահում ես, հնարավորություններ ես տեսնում, հնարավորության մտքեր են գալի, հոգնածություն ունես, փակվում ասախ, որտեղ էներգիա չունես, ուզում ես։ Դրա համար երբ որ վատ մտքեր են գալի, ոչ թե այդ մտքի հետ տանջվեք, այլ հասկացեք ինչն է պատճառը, որ հիմա հենց ձեր այս փայլուն գլխում գալիս են այդ հիմար ու վատ մտքերը։ Փոխիր հոգեվիճակ եւ միտքը ինքն իրեն կփոխվի։ Փոխիր միտքդ եւ հոգեվիճակդ ինքն իրեն կփոխվի։ Ինքը բան է, էլի երեխեք ջան։ Ուղեղդ ինչ տվեցին ինքը հետ կտա, ինչ ինքը տվեց, դու չփոխեցիր, ինքն էլ էդի հետ է բերելու։ Մտքի ուժը ոչ թե վերահսկելի է, այլ գիտակցելու։ Դրական մտածողությունը ինքը արհեստական ձևով չպետք է լինի, ինքը ճշմարիտին ցա վախենում։
Դրա համար ես նորից եմ ասում ու կոչ եմ անում ձեր բոլորին։ Մի հատ նստեք, մանրամասը ձեր հետ ծանոթացեք, հասկացեք ինչ եք ուզում, կարճաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում ինչի եք ձգտում, ինչ եք ուզում ունենալ եւ ըստ դրա կառուցեք փոքր քայլերով երեխեք։ Մենք քայլել միանգամից չենք սովորել, մենք խոսել միանգամից չենք սովորել, մենք օտար լեզու միանգամից չենք սովորել, մենք թվերը, տառերը, ոչինչ միանգամից չենք սովորել։ Աստիճանաբար ուղեղը հաճույք է ստանում նոր բաներ սովորելուց, որտեղ ինքը նորի ձգտում է, բայց միևնույն ժամանակ ահավոր բալարում է նոր բան սովորել։ Նայեք, ինքը համ հաճույք է ստանում, համ էլ չի ուզում անի։ Դրա համար պետք է փոքր տալ իրան այդ հաճույքից, որ ինքը սովորի հիմա այդ հաճույքից կախվածության մեջ ընկնի, ոչ թե արհեստական հաճույքներից։ Եղավ երեխեք ջան։ Քայլեր մտքի հետ աշխատելու համար։ Նկատում եք միտքը, հարցնում եք, սա ճշմարիտ է, թե սովորության ուժն է։ Ինչ որ բան եղավ, ինչ որ բան է տեղի ունենում կամ վաղը քննության եմ, բա որ չստանամ։ Մտածում եք, հարց եք տալի, ճշմարիտ միտք է, թե իմ սովորության ուժն է։ Ինչի է սա կարևոր երեխեք ջան, որովհետև մեր ուղեղը անընդհատ նույն գործողությունները, նույն էմոցիաները ունենալուց հաճախ հետո նույն վարքն է դրսևորում, որտեղ այդ ճանապարհները ինքը անգի գիտի, ինքը օրագարակ գնում այդ ճանապարհ։ Դրա համար պետք է դա կանգնացնել։ Կանգնացնում եք, այս միտքը եկա, որովհետև ես հենց հիմա դա էի ուզում, թե ինքը սովորույթի ուժի համաձայն ամեն քննությունից առաջ ես այդ եմ ասում։ Ու ասում եմ, չէ, այս անգամ ճամտայից չեմ լինում։ Գնում եմ, ստացվի շատ լավ, բախտս կբերի։ Մի քիչ էլ որտեղ չեք ուզում եք խաբեք ուղեղին, բայց չգիտեք ոնց խաբեք, ասեք, լավ, գնամ կտեսնեմ, հա, արի իրար հետ չվիճենք։ Գնամ կտեսնեմ։ Կարող է ստացվում է, ինչ հիմիկ վայց մտածեմ, որ չի ստացվելու։ Ընտրիր այլ դիտարկում։ Հենց այդ նույնն էր, ինչ որ ես ձեզ ասեցի։ Նկատեցի միտքը, գնալու եմ քննության, բա որ մոտս չստացվի։ Հարցրեցի, այս միտքը հիմա իրականում պետք է այս քննությանը հիշել, թե ես ուղղակի ամեն քննությունից առաջ սենց անհանգստանում։ Ու ասեցի, լավ, արի այս անգամ սենց անենք։ Ոնց որ թե ես ամեն քննությունից առաջ եմ անհանգստացում, բայց նաև գիտեմ, որ շատ լավ պարապել եմ։ Արի ուրեմն այս անգամ գնանք, առանց անհանգստանալու հասկանանք ինչ է ստացվել։ Ազատվեցիք երեխեք։ Այդ բերից, ուսերից մի հատ ծանր քար ընկավ, ազատվեցիք։ Սա ուժ է, ոչ տեխնիկա։ Երեխեք, ինչ անում ենք զգալով, գիտակցելով։ Անգիր արած բաներ չանենք, այն սասի վաճառողներ չլինեք, վերցնում ենք քարտը, նայում են, ասենք կինը տալիս է իր ամուսնուն իր քարտը նայում ասում է, հա տիկին Կարապետյան, բայց տղամարդ է դիմացը կանգնած, ում է պետք իր սպասարկելը, որ ինքը չզգաց ոչ իմը։ Ինքը ավելի շատ վիրավորեց այդ դիմացին, քան կարևորեց։ Մտածելով, անգիր արած բաներ չենք անում, հանգիստ, առանց շտապելու, տրամաբանելով, մտածելով, զգալով, այդ ժամանակ աշխարհը գիտեք ոնց է փոխվում երեխեք, իր գույները լրիվ փոխվում, այն իրականությունը որ չկա է, բայց մենք ստեղծում ենք մեր իրականությունը։ Պրակտիկ վարժություն, եթե այս միտքը չի լիներ, միտք է եկել, չգիտեմ, մեկն ու մեկը ինչ որ մի հատ միտք ասեք, եթե այս միտքը չլիներ, ինչ կանեի։ Օրինակ, եթե ես չմտածեի, ասեմ օրինակ։ Եթե ես, հա, ասեք, եթե ես չմտածեի։ Հայ, օրինակ, եթե ես չմտածեի, որ իմ անգլերենը այդքան էլ լավը չի։ Ինչ կանեիր։ Ամենամարդ անգլերենախոս տեսնողի հետ կսկսեիր խոսել չէր քաշվի, Ինչ չէ՞։ կանեի, public speaking-ի բաների կգրանցվեի, debate-ի Ահա, բաների մեկ։ կգրանցվեի, Ինչ կփորձեի։ debate անել անգլերենով, բանավեճի գնալ, Ինչի չէի վախենա։ սխալվելուց։ Տեսնում ես, հա, ոնց է։
Ազատությունը սկսում է այն պահից, երբ դու չես հավատում ամեն մտքի։ Տեսակ, գովացինք, հանեցինք, մեջը դրեցինք ամենաբարձր սիրուն տեղը, պաճեցինք, հաճվացեցինք, բայց մենք ենք ասում այդ մտքերը, մենք ենք որոշելու, որ միտք ունենանք, մենք ենք մեր աշխարհը ստեղծելու, այսինքն չենք թույլ տալի, որ մտքերը ինքն իրան գան։ Բայց հիշում ենք, որ մտքերը ինքն իրան եկողների հետ պետք է նստենք բանակցենք ու հասկանանք ինչն է պատճառը, որ իրանք այդտենց դրսևորում են ստանում մեր մեջ։ Եթե ես հասարակությունից չվախենայի, ես իմ ուզած շորերը կհագնեի, ես իմ ուզած ձևով ինձ կդրսևորեի եւ այլ երեխեք։ Այդ միտքը օրինակ, եթե հիմա իմ մոտ չստացվի, ես չհաջողեմ, ուրեմն ես անհաջողակ եմ, եթե այդ միտքը չլիներ, ես ինչ կանեի, նորից կփորձեի ու այնքան կփորձեի, մինչև ստացվի։ Այսի մտածած ամենալավ օրինակն էր, որ sense լավ պատկերացրեցի ամբողջը։ Շատ լավ օրինակ է։ Ֆիքսեք ձեր մոտ ու հենց տեսնում եք մի միտք շատ արդեն կրկնվում ու տանջում ձեզ, փորձեք իրանից ազատվել, որ չդառնա կպչուն միտք։ Կպչուն միտք ունենալ, այդ արդեն հիվանդություն է երեխեք։ Всё, Արսեն ջան։ Ոնց որ այս հարցի նման տիպ այլ հարց եղել է մեր վեբինարի, ու իմ մասնագիտության հետ որը ես ընտրել եմ կապ չունի, բայց ես հաստատ կդառնա երկրի վարչապետը, ու ես կփորձեի էլի երկիրը բարելավել ու չէի վախենա սխալվելուց։ Ապրես, մի հատ գաղտնիք ասեմ, 21 տարեկանում ես էլ ուզում երկրի վարչապետ դառնայի, ինձ ոչ ման հետ չի պահել, ոչ ման չի, բայց ինքս համոզվեցի այն որ ես չեմ ուզում քաղաքականությունում լինեմ։ Նայց որ տես հետ չես պահի քեզ, բայց մեկը միևնույն է վերջում փոխել ես միտքը, տենց էլ է լինում էլի։ Միտքը որպես ներքին ղեկավար։ Միտքը կարող է լինել թշնամի կամ դառնալ դաշնակից։ Դրա մասին արդեն խոսեցինք, չէ՞ երեխեք ջան։ Քո ընտրությունն է լսել, թե առաջնորդել։ Միշտ մենք ենք ընտրում, միշտ ընտրությունը մերն է։ Ոնց գանք, ոնց ընդունենք, ենթարկվենք, չենթարկվենք, լսենք, թե դարձնենք մեզ դաշնակից։ Եզրակացություն։ Միտքը ստեղծում է ներքին իրականությունը, մեր ներքին իրականությունը ձևավորում է արտաքին մեր կյանքը։ Երբ միտքը դադարում է ավտոմատ լինել, մարդը սկսում է ապրել իր կյանքը։ Դուս եկեք այդ ավտոմատացումից, ավտոմատ բաներ։ Սենց կարելի է, սենց չի կարելի, սենց հասարակություն, ես ինչ կասեն, ինչ չեն, մի հատ դադար։ Ինչ եմ ուզում ես ու ինչ եմ պատրաստ անել դրա համար։ Հիշում ենք, որ բոլորս տարբեր բաներ ենք ուզում ու յուրաքանչյուրս համեմատվում ենք ինքներս մեր հետ։ Որ միտքն ես պատրաստ թողել այսօր, որ նոր միտքն ես ընտրում քո կյանքի համար։ Բոլորը ասում ենք ու ավարտում ենք։ Ասում եմ սեմինարից հետո այսօր կթողնեմ հասարակության անհիմն կարծիքները, որ միտքն ես ընտրում քո կյանքի համար, լինել անկախ տարբեր կարծիքներից։ Շատ լավ, անպայման թղթի վրա գրի էլի, խնդրում եմ, ու ծալի մի տեղ դիր։ Որ միտքն եմ պատրաստ թողել այսօր, այն որ ես չեմ կարող ու չեմ սա անել, ու այդ երկրորդ միտքը այս մեր անի ասած, որ մենք քանի որ ֆիզիկապես դեռ կենդանի ենք, մենք ամեն ինչ կարող ենք փոխել, դա եմ տանելու ինձ հետ։ Ես էի, ոյ ապրեք։ Մարիամ ջան։ Մի հատ էլ օրինակ բերեմ իմ համար կարևոր, միտքն է, որ եթե խոսեմ, սխալ կասեմ, ավելի լավ է լուր մնամ, բայց եթե այդ միտքը չլիներ, ես կասեի ազատ կազատվեի օրինակ կոմպլեքսներից, այս միտքն էր իմ համար կարևոր նաև։ Հիմա եթե գերակա նպատակը լինի կոմպլեքսներից ազատվելը, հաստատ այդ միտքին դու կկարանաս կառավարես։ Անի ջան։
որ միտքն եմ պատրաստ թողել այսօր, ես այս չեմ կարա, այս պահը արդեն ուշա այսինչ գործը սկսելու համար, որոշեցի, որ չպիտի սահմանափակեմ իմ գործողությունները ու էներգիան, ու որ միտքն եմ տանում ամբողջ կյանքիս համար, ես սովորում եմ, աճում եմ ու գիտակցաբար ստեղծում եմ իմ կյանքը։ Այս միտքը ինձ օգնում է տեսնել լիքը հնարավորություններ, ոչ թե խոչընդոտ։ Այո։ Երեխեք ջան, ես մի հատ չասեցի ես ինչ չեմ, ինչ եմ նաև, ես գրող եմ, ես գիրք եմ գրել, որը կոչվում է լռության ծաղկած ճյուղը եւ վերաբերվում է իրականության ստեղծելուն եւ այլընտրանքներ տեսնելուն։ Գիտականորեն հիմնավորված ֆիզիկայի, հոգեբանության եւ փիլիսոփայության տեսություններ են, որը մի երեխա ինքը իր հետ, ներքին ձայնի հետ կամ ծնողների հետ խոսելու զրույցի միջոցով խոսում է աշխարհի ամենահետաքրքիր բաների մասին եւ փորձում է պատասխաններ տալ, ինքը շատ փոքրիկ գիրք, որը իջացրում եմ շատ ապրեք, ես ձեր հետ ողջավորված լավ անցկացրեցի